Ես գիտեմ, որ մթերման ամբողջ ծավալներով իրականացվել է եւ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պնդում է, դեռ գարնանն արած իր կանխատեսումները, թե գյուղացիներն այս տարի բերքի իրացման հետ կապված որևէ խնդիր չեն ունենա, իրականություն են դարձել։ Մենք կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ շահուն անցավ, իհարկե որոշակի խնդիրներ եղան եւ մենք այդ խնդիրները կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում։ Տեսակ դուք մեծածավալ մթերումներ իրականացվեց, ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ բանջարեղենի եւ այսօրվա վիճակով կարելի ասել փառք ու պատիվ բոլոր մթերողներին, որ կարողացան այդ մեծածավալ մթերումները իրականացնել։ Սերգո Կարապետյանը չհամաձայնեց ազատության դիտարկմանը, թե գյուղերում մարդիկ հիասթափված են, բերքը մնացել է դաշտերում, չեն կարողանում իրացնել անգամ մինչև 100 դրամով։ Դաշտերում շատ փոքրածավալ հնարավոր է մնացած լինի որոշակի ուրեմն բանջարեղեն կամ խաղող 99%-ով բերքահավաքի աշխատանքները ավարտվել են։ Հիմա գյուղացիներն ասում են, որ իրենք ոչ միայն չեն շահել, այլ վնաս են կրել։ Դուք, այսինքն, Ես չեմ կարող այդպիսի բան ասել։ Չգիտեմ։ Չգիտեք, թե չեք կարող ասել։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Չգիտեք ինչ վիճակում են գտնվում։ Գործարարները իրենք Խորհրդարանում նախարարի այս հավաստիացումներին զուգահեռ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչները ցույց էին տալիս իրենց այգիներում տոննաներով փչացած խաղողն ու պնդում, այսպիսի ծայրահեղ վիճակում երբևէ չեն հայտնվել։ Ոչ մի գրամ չեն գիրացրել, մնացել է բաղի մեջը խաղողը։ Սոր նոր 20 դրամով խաղող եմ քաղետա, որ տանեն փլուշանը։ Տանող չի լավ, քաղաքել ժողովուրդ չկա, Հայաստանը արդեն կլինի 500,000 երևի, հա։ Սենց բան չի տեսել, ոչ մի գյուղատիկ, բայց մի նստած լացում են, նստիված հաց են հավկելու այս տարի։ Ես ասել եմ, բով կարուն տեսավ տղա է։ Արևիկցի Ռոստամ Մկրտչյանն անցած տարի 300-ից 700 դրամով վաճառած խաղողն այսօր 20 դրամով էր հանձնում որպես օղու հումք։ 15 տոննա սեղանի խաղողն այգում փչացել է ժամանակին իրացման հնարավորություն չունենալու եւ բերքը չհավաքելու պատճառով։ Դուր թրջված գեղացիկ ինչ անեն, դուր։ Բա 500-600 դրամով ես խաղողի ծախեմ ճիշմիշը, 300 դրամով էսի ծախեմ, 20 դրամով քաշկի տեմը, տանում եմ հավկեմ եմ, տանում զավոդին։ Բա մեր եկամուտը էսա, վարկ ենք վեկալեր, հա ուրախ արեր ենք, ամեն ինչն էլ արենք տեղը տեղին։ Հələ իմը լավ է, մի 15 տոննա է, բայց մարդկա 50 տոննա։ Այսօր ազգային ժողովում 2016 թվականի բյուջեն էր քննարկվում։ Գյուղնախարարը դարձյալ պնդեց ոլորտում ցուցանիշերի աճն ակնառու է, լուրջ հաջողություններ են գրանցել։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի գյուղատնտեսության ոլորտին հատկացվող միջոցները չեն պակասի։ Մոտ 16 միլիարդ դրամի 38%-ը կտրամադրվի գյուղացիներին որպես վարկեր ու դրամաշնորհներ։ Մյուս մասը ընթացիկ ծախսերը կլինեն, սակայն ԲՀԿ падգամավոր Լյովա Խաչատրյանը չափազանց քիչ է համարում գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները։ Պիտի փող տանք այս գյուղացուն, որպեսզի մեխանիզմ առնի վերջապես նորմալ իր վարուցանքը արվի եւ իրոք հասկանանք, որ գյուղատնտեսությունը համարվում է գյուղագերական շահ։ Ձեր արտադրման հետ ես իհարկե համաձայն եմ։ Իհարկե մենք գյուղատնտեսության շատ գումարներ պետք է ներդնենք արկա հնարավորությունների դեպքում։ Բայց սա է մեր հնարավորությունները։ Հյուսիս հարավ ճանապարհը սարքում եք, որով գնա գա։ Եթե գյուղացին փողում գնում աստեղից, ով է գնալու այդ ճամփուկը։ Եթե բերք չունեցավ, բերի քաղաք ծախի։ Եթե քաղաքում մարդ չունեցավ, որ այդ բերքն առնի։ Այդ հյուսիս հարավ ճանապարհը 8 տարի է սարքում եք ու չեք ավարտում։ Կարելի է այդ փողը դնել գյուղատնտեսության մեջ։